Վարդան Փաշայան, Միասնություն նախաձեռնության անդամ։ Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը, նամակը բովանդակում է այդ նույն մեր պահանջի ինչ որ բնույթ, պարզապես այս անգամ ուղղում ենք մեր հարցը հենց կառավարությանը Նիկոլ Փաշինյանին, որովհետև բացեմ նամակում հարցը ուղղված է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի պարզաբանումն մենք ստանանք։ Մենք տեսանք ՊՆ-ի մամուլի խոսնակի այդ պարզաբանումը, որը իհարկե շատ մանիպուլատիվ էր, այսինքն մենք ներկայացրել ենք մի շարք փաստեր, իսկ մամուլի խոսնակը անդրադարձավ միայն մեկ դիրքին, այն էլ այնպիսի մանիպուլատիվ մոտեցմամբ, որը որ բնականաբար հերկվեց թե մեր թիմի կողմից, թե այլ ավելի անկախ լրագրողների կողմից։ Այստեղ հարցը տեսեք, ինչն եմ ցանկանում անդրադառնալ, ոչ թե հարցը թե որքան են առաջացել, ինչ են արել, այստեղ հարցը դա չի, հարցը այն է, որ դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է եւ արդեն սերունդներ այդտեղ արում են թափել եւ նույնիսկ մետր, 1000 մետր, 10000 մետր որևէ կապ չունի։ Սուվերեն տարածք ներխուժումը պիտի դատապարտվի։ Այո, խոսքը այդ ներխուժումների մասին է, բայց այստեղ նաև մի այլ կարևոր կոմպոնենտ նշեմ, որ այդտեղ հարցը ոչ միայն դիրքերի առաջխաղացումն է, այսինքն ինչ-որ մարտական դիրք կառուցեցին, ոչ, այդտեղ հարցը նաև մեր անվտանգային համակարգին սպառնացող վտանգներն են եւ մեր սահմանամերձ գոտում բնակվող այդ բնակիչների անվտանգության հարցն է, այսինքն առաջ գալով նույնիսկ 1 մետր իրենք կարողանում են իրենց ազդեցությունը հաստատել մի շարք այդտեղ արոտավայրերի, դաշտերի, որոնք որ այդ մարդկանց ապրուստի միջոցներն են եւ նմանատիպ ավելի տնտեսական ազդեցություն ունեցող բաների վրա, որը որ ընկերներս կներկայացնեն։ Նաև ցանկանում եմ նշել, որ այս սցենարը շատ մոտ է նույն Արցախի սցենարին 2020 թվականին, այսինքն կառավարությունը նշում էր, որ խաղաղ է, կրակոցներ չկան, բայց Ադրբեջանը իրենց ամրաշինական աշխատանքներով եւ նմանատիպ ներխուժումներով ամրապնդում է իրենց դիրքերը հետագա ներխուժումների համար։ Էլ որտեղ եք նամակներ պլանավորում փոխանցել կամ ինչ քայլեր եք նախաձեռնում այլ։ Մենք նախաձեռնում ենք, որ այս ներխուժումների մասին մեր հասարակությանը տեղեկացնելը շարունակական է լինելու։ Սրա կարևորությունը նաև ինչու՞մ է կայանում, ոչ թե մենք այստեղ եկել ենք միայն բողոքելու կամ մեր ձայնը բարձրացնելու, այստեղ ձայն բարձրացնելը ունի մի կարևոր նշանակություն, որ հետագա ներխուժումները կանխում են, այսինքն բնականաբար Ադրբեջանը կանգ չի առնելու այդ մի դիրքը առաջ կասելով կամ ամրաշինական աշխատանքներ անելով, մեր նպատակը կանխել հետագա ներխուժումները, ինչ վերաբերվում է թե որտեղ ենք նամակներ ուղղելու, այս պահին կառավարություն կդիմենք կառավարությանը, հետագա արդեն նամակներ հասնելիս տեղը կտանք։ Բարձր ձայնով կանխելի այդ ներխուժումները։ Տեսեք, այսպես ասեմ, կառավարության տեսանկյունից ոչ, բայց եթե մեր հասարակությունը տեղյակ լինի, այսինքն չմնա թմբիրում ինչպես հիմա է, կառավարության հրամսրատի կեղծ քաղաքության օրակարգը, կարծում եմ, որ այո, ազդեցություն կունենա, որովհետև մեր ժողովուրդը հիմնվում է արժեքների վրա, իսկ մեր անկախությունը, մեր սուվերենությունը եւ անվտանգությունը մեզ համար արժեքներ են։ Շնորհակալություն։